Ուզում եմ փխրունությունը ձեզ ցույց տալ։ Խնդրեմ։ Տեսեք ինչ փխրում է։ Մեկ։ Ինչ գեղեցիկ տեսք ունի նույնիսկ ներսում։ Սա շատ հետաքրքիր թխվածքաբլիթ ենք պատրաստելու, այն տարբեր կերպերով են անվանում, բայց դուք կարող եք ձեր անվանումը տալ ձեր թխվածքաբլիթին, այն անվանում են խխունջ, վարդի թերթիկներ, դե ինչպես ձեզ հաճելի կլինի, այնպես էլ դուք անվանեք։ Արյուրի վրա ավելացնում ենք 1 թեյ գդալ փխրեցուցիչ, 1 թեյ գդալ կամ կիսով չափա վանիլին, 1 պտղունց աղ։ Հետո ավելացնում ենք սառած կարագը, ես այն կտրատել եմ, ինձ խորանարդիկի տեսք եմ տվել, այսպես փշրելու ենք, հա, որ դառնա համասեր զանգված։ Տեսեք, ինչպեսի զանգված ենք ստանում։ Կարծես խորից լինի, հա։ Իսկ ինչի ենք սառը, հա, երևի կմտածեք ինչի սառը կարագով, որպեսզի ընթացքում մեր ձեռքերի ջերմաստիճանից այն շատ չհարի։ Մեզ պետք չի, որ ժամանակի շուտ կարագը հարի։ Իսկ հիմա ինչ ենք անելու։ Վերցնելու ենք սմետան, վրան ավելացնելու ենք միայն ձվի դեղնուցները։ Այսպես։ Եվ խառնում ենք իրար։ Այնուհետև այս մասը տեղափոխում ենք մեր ընդհանուր զանգվածի վրա, 4 բաղադրիչների վրա։ Հավաքենք իրար վրա։ Ես հետո վերջում ցույց կտամ։ Բոլորը հավաքում եք իրար վրա, այսպես ասած, ու դնում եք տոպրակի մեջ, կապում եւ թողնելու ենք սառնարանում կես ժամ հանգստանա։ Հավատացնում եմ, դրանից հետո շատ էլաստիկ խմոր ենք ստանալու։ Պատրաստում ենք բեզեն, մեզ պետք է լինելու 1 պտղունց աղ, մի թեթև, հա, իմուն աղ, գտարի ծայրով եւ ցանկալի կլինի, որպեսզի սպիտակուցները լինեն տան ջերմաստիճանի, այն ավելի լավ է փրփրում։ Երբ ստանում եք նման փրփրուն զանգված, արդեն կարող ենք քիչ-քիչ ավելացնել շաքարավազը։ Տեսեք, ինչպեսի կայուն բեզ ենք ստացել։ Սառնարանից հանում ենք մեր խմորը, բաժանելու ենք մասերի։ Սկզբում բաժանում ենք 4 հավասար մասերի, հետո ամեն մի մասը 2 մասի։ Հետո այս բոլորը կարող ենք այսպես անել։ Կարող ենք ստանալ այսպես ասած պոպոկի չափի գունդիկներ։ Երբ որ խմորը հանում եք սառնարանից, պատրաստում եք արդեն գնդերի վերածը, արդեն միացրեք ջեռոցը 180 աստիճանի տակ։ Տեսնում եք, նույնիսկ թափանցում է։ Բեզեն լցնում ենք կենտրոնում։ Ավելացնում ենք պոպոկը։ Եթե իհարկե սիրում եք, բերում ենք, այս կողմը սեղմում ենք, մեջտեղ ենք անում։ Այստեղ կարող եք սեղմեք նույնիսկ։ Մյուս ծայրը բերում ենք, այստեղ ամրացնում եւ այստեղ ենք ամրացնում։ Իսկ շերտիկները կարող եք բաց թողնել, ոնց ձեզ հարմար կգտնեք։ Այ այսպես։ Կենտրոնում լցնում ենք մեր բեզեն, վրան ավելացնում ենք մեր պոպոկը եւ գեղեցիկ բերում ենք այսպես, նայեք, միացնում իրար։ Այսպես ասած։ Այսպես։ Վերջ, հետո բացում ենք։ Տեսեք, ինչ գեղեցիկ վարդիկ է լինում։ Ուզում եմ մոտիկից ցույց տալ։ Տեսեք, բավականին մեծ կտորներ ենք ստանում։ Արատորեն ցանում ենք շաքարի փոշին։ Խնդրեմ, հավատացնում եմ ընկերներ, շատ համեղ է, փորձեք ինքներդ, նաև կիսվեք ձեր ընկերների հետ։ Վստահ եմ բոլորից շատ դուր կգա։